Ներկայացում մտածել ենք երևի ես մտածել եմ, որ անենք մի 4 տարի առաջվանից։ Ուղղակի չէր ստացվում, չէինք Այդ հասնում։ ժամանակ ինձ չէիր ճանաչում։ Հա, էլի, հա, Հայկոին չէի ճանաչում։ Հայկոին ոչ չէ, Հայկոն մի 16 տարի է քո պրոյեկտներում խաղում է։ Էլի նախանձը Չի խոսած։ ճանաչում, մոտիկից չի ճանաչում, հետո չէ Ռոզին կամ ասենք Հայկո, ես եմ նոր Չէ, եկել։ չէ, մի ինքը ինձ կյանքում մինչև ես իրանց production-ում չեմ աշխատել, չի ճանաչել։ Տենց է, տենց։ Ինձ թվում է ընդհանրապես խոսակցությունը սխալ կետից սկսվել։ Ինչ որ Ինձ թվում է խոսակցությունը շատ անկեղծ սկսեց։ չէ, ուղղակի պրոյեկտները չէին թողում, ֆիլմերը չէին թողնում, ու մի արանք գտանք։ Սերգ, ես մի հատ հարց ունեմ։ Դավայ։ Այս ներկայացումից հետո շատ անկեղծ հարց եմ տալիս, կան էլի գաղափարներ կապված ներկայացումների հետ ու կային որպես պրոդյուսեր ու ռեժիսոր ներսի թիթեռնիկը, որ կարելի է էլի շատ ու շատ ներկայացումներ անել։ Նայ, գաղափարը ոչ թե ներկայացումներ, այլ թատրոն է։ Այսինքն մենք հոլդինգը անընդհատ ուզում էր մենք թատրոն ու կինոպրոյեկտները չէին թողնում։ Ու այս քո հարցի պատասխանը հենց այն է, որ ոչ թե այս ներկայացումն է եղել գաղափարը, այլ ներկայացումով սկսել մենք թատրոնի հիմնադրումը, այսինքն հետո ուրիշ ներկայացում։ Իսկ այդ թատրոն ասելով կարող ենք հասկանալ, որ արդեն կլինի առանձին կառույց, հա, հենց ինքը կոնկրետ մենք թատրոնի բեմը իր սպეციფიկ կամ ոչ սպეციფიկ սրահով, թե չէ։ Կա նաև նման, հա, մտքեր, բայց հարմար տարածքի փնտրտուքը հələ որ կա, հələ որ ինչ-որ բան չենք ֆիքսել, որ հարմար տարածք է, հələ որ Կլինի ինչ-որ մի կառույցի տանիք, որտեղ որ մենք Չէ, բայց այդ միտքն է կա, որ հետագայում կարող է ունենա իր տեղը, բայց ամեն դեպքում դա չի խանգարում, չլինելը չի խանգարում ներկայացումներ անել ու որպես թատրոն կայանալ։ Ուղղակի կար երկ մտանք լինել ընդհանուր թատրոն բոլոր ժանրերում, թե լինել կոմեդիայի թատրոն։ Հիմա սկսել ենք կոմեդիայից ու հիմա այդ երկմտանքը հələ որ կա, հետագայում անել դրամաներ, տրագիկոմեդիաներ եւ այլն, թե մնալ կոմեդիայի ժանրում, բայց նպատակը Հայկոյի ասած ավելի մանրամասն նպատակը այն է, որ ինքը ցանկություն կա, որ թատերական աշխարհում հայկական ինքը սկսի ինչ-որ բան նորություն բերել, նոր ինչ-որ բան անել, այսինքն հետագայում նպատակ է դրվում ավելի փնտրել, գտնել նոր մոտեցումներ, նոր պիեսներ, որոնք ավելի հետաքրքիր, ավելի նորարարություն կլինեն, ինչև է, չգիտեմ, բայց ամեն դեպքում կա այդ միտքը, որ ինքը ոչ թե մի ներկայացում էր, արեցինք վերջ, լավ էս արեցինք, հավեսներս հելա, վсё։ Չէ, այլ անել, շարունակական աճել, նաև այս եթե նայում են մեզ մարդիկ, ովքեր այդ ոլորտում ուզում են ինչ-որ նոր բաներ անել, կարող են դիմել, հետաքրքիր իդեաներով կիսվել, միգուցե հետաքրքիր համագործակցություններ ձևավորվի, ռեժիսորներ, դրամատուրգներ։ Իսկ ես չի վախեցնում այն փաստը, որ ամեն դեպքում հիմա կոմերցիոն ներկայացումների մասով ոլորտում շատ են ու հիմնականը կոմեդիաներ են ու հիմնականը մրցում են հենց իրար հետ կոմեդիաներ, կոմերցիոն իմացով իհարկե, այդ մի փոքր չի վախեցնում ու ինչ կարելի է այդ դեպքում անել, որ մնալ առողջ մրցակցության մեջ։ Իրականում ճիշտ է, որ կոմեդիաները շատ են, կոմերցիոն ներկայացում։ Ինչպես կոմերցիոն ներկայացում ասած, ես մի քիչ չեմ ընդունում, որովհետև ես մտածում եմ, որ արվեստը ու սպորտը երբ մեր շուկայում դառնա կոմերցիա, ինքը ավելի սկսելու է աճել, ավելի մրցակցություն, ավելի բոլորը աշխատելու են ավելի լավ բան անել, քան երբ որ պետական թատրոններն են շատ ավելի շատ։ Իմ կարծիքն է, չգիտեմ, կարող է շատերը չեն կիսի, բայց ես մտածում եմ, որ ինչքան մշակույթը, արվեստը, սպորտը սկսի բիզնես հետապնդել, այսինքն այնքան ավելի որակական աճ ունենալու աճելու է, որովհետև փորձելու են ավելի նոր բաներ բերել, ոչ թե որ այսի կա, այնի կա, 20 տարի առաջ այս ներկայացումը բեմադրել ենք, այս պիեսը բեմադրել ենք, եկեք ռեստավրացնենք նորից մի հատ այդ նույն ներկայացումը, չէ, արդեն սկսենք փնտրել նոր պիեսներ գտնել եւ այլն։ Ես գտնում եմ, որ մեր շուկայում կոմեդիաներից բացի նաեւ դրամաների պահանջ կա, բայց դրանք նոր էլի պիեսների ներմուծում, նոր նյութերի ներմուծում ու այդ նյութերը հասանելի դարձնել, ինֆորմացիան հասանելի դարձնել հասարակությանը, որովհետեւ մեր պետական թատրոնների շատեր ունեն
հետաքրքիր նյութեր, որոնք տեղյակ չեն մարդիկ, զուտ տեղյակ չեն։ Այսինքն այդ խնդիրն է, որ կոմերցիոն ներկայացումները այդ տեղեկացման համակարգն են շատ լավ անում։ Նորից դրդված լինելով բիզնես նկատառումով։ PR-ը ավելի լավ արվում, քան քո կարծիքով պետական թատրոնների շատ լավ ներկայացում։ Իմ համոզմունքով։ Միանշանակ ես էլ եմ տենց համաձայն եմ այդ մտքին, որ միանշանակ PR-ը ավելի լավ արվում կոմերցիոն ներկայացումների, քան պետական ներկայացումների։ Օրինակ ես հարց ունեմ քեզ ու Արենին, դուք բազմաթիվ ներկայացումների մեջ եք հիմա ընդգրկված։ Ձեր հանդիսատեսին ինչի եք կանչում այս ներկայացման ու այս ներկայացումը ինչով է տարբերվում մնացած ձեր մյուս ներկայացումներից։ Որովհետև ինքը խնդալու ժամանցային թեթև ներկայացում է։ Լավ, չունեք էլ ժամանցային ու ծիծաղելի ասենք ներկայացում, որ լավ, ես չեմ ասում կանչեք այս, այն չէ։ Ինչով կարող տարանջատեք այս ներկայացումը մնացած մյուս ներկայացումներից կամ նմանեցնեք, չգիտեմ, քիչ ընդհանուր գլոբալ։ Նա ես ունեմ երկու կոմերցիոն ներկայացում, երկուսն էլ կոմեդիա են իրենց ժանրով, երկուսն էլ սիտուացիոն կոմեդիաներ են։ Չեմ ասի, որ մեկը մյուսից լավն է, երկուսն էլ ինձ համար լավն են, թե նյութի առումով, թե ներկայացում որպես հետաքրքրության առումով, ու երկուսն էլ թեթև ժամանցային ներկայացումներ են։ Ինչը ես օրինակ չունեմ տանիքի հարթակում, որովհետև իմ մոտ մի քիչ այս հարթակում կոմեդիաներ չեն, ուրիշ պրոֆիլի ներկայացումներ են։ Բայց դա օրինակ ինձ տալիս է հնարավորություն, ես կոնկրետ իմ անունից ասեմ, իմ հանդիսատեսին, որը որ ինձ այստեղ տեսնում է ուրիշ ֆորմատի մեջ եւ ուրիշ ժանրի մեջ, գալ կոմեդիաների եւ ինձ որպես դերասանուհի տեսնել ուրիշ ամպլուայի մեջ եւ ուրիշ հնարավորությունների մեջ ու ինչ խոսք նաեւ դատել։ Հետաքրքիր է իր համար, հետաքրքիր չի։ Օրինակ ես առաջի անգամ որ աշխատում եմ բեմում, ասենք Ռոզի հետ, Հայկոյի հետ, օքեյ, Սոնան, բաց։ Սոնայի հետ, առաջի Էլ չի հիշում։ 4 օր հետո չի հիշում։ Չէ, առաջի անգամը նորից։ Ամսի 19-ին ասել է դով ես։ Սոնային դով է, չէ, իլո։ հետաքրքրում է ինձ, որ ասենք հա կոմեդի ներկայացումներ մենք ունենք տարբեր թատրոններում, բայց առաջի անգամ որ նոր դերասանների հետ ես աշխատում, մնացած մասնակիցների անունները չեմ հիշում։ Դա կարծում եմ հաճելի է, թե նոր խաղընկերները, նոր խաղընկեր, նոր ռեժիսոր, քեզ ինքը անընդհատ նոր փորձ է տալիս։ Արեն, օրինակ ամենա ոնց է ոդկասթում են ինքնավարում։ Շատ անիմաստ պրովոկացիոն հարց չեմ տալիս, բայց ամենահեշտը ում հետ է եղել աշխատել այս նախագծում։ Ասա, անկեղծ ասա։ Ախ, ես գիտեի։ Չէ, Ռոզին անկեպտի բախտ էր բերի, որ լավ պարտներ է։ Սենկա պարտներ կեն, կա պարտներով նկատունի խաղընկեր։ Խաղընկեր, այո, խաղընկեր, այո։ Տեղաբնակ չի որտեղ ես մի քիչ անգլերեն, արևմտանգլերեն հայ գրեք ինչա։ Հա, չէ, դերասաններ կան, որ ասենք տեքստը որ անցնում ես կամ խաղում ես, Լավ, ամենադժվարը ում հետ էր։ Կարոյի հետ։ Չէ, բայց իրականում դե դա կա որ ամենաշատ կապը այս ներկայացման մեջ ունենք ես ու Ռոզին։ Կան մնացած է, բայց չնայած հա ես Ռոզի կողքին որ բեմում եմ, շատ հանգիստ եմ, այսինքն այդ բանը չկա իմ հետ։ Ասեմ ես ինչ-որ սխալ բան անեմ, փրկելու։ Արխային դրա համար տեքստեր էր մոռանում։ Արխայիներ ընկել։ Ես ջանդամ։ Չէ, մի անգամ եմ մոռացել, ժողովուրդ ջան։ Եթե վերցնենք խաղացել ենք ընդամենը 2 անգամ, մի անգամ նորմալ է որ մոռացել։ Միակ սխալ, միակ մոռանամ, եթե մոռացած լավ։ Բայց ես հիշում եմ այդ մոռացած պահին, ես ու Նարեկը որ պիեսը ադապտացրել է, ես ու Նարեկը այն որ զգում ենք դալիճից որ Արենը մոռացել է, երկուսը։ Բայց ես փաստեմ ու ես սենց ենք անում։ Ինչ չանեիք, վազեիք, գայք ուշեիք։ Բայց լավը գալուն է կուլիսներից։ Շատ սիրուն է։ Պետք չի բաց այդ ասես։ Հա չէ չեմ ասել։ Եթերագնալու սա։ Կարոն դուք հա պետք չի ասել։ Ասեցիր։ Չէ։ Չէ, բայց այդ որ ասում եմ կարիքը ունի հանդիսատեսը դրամաների ու ողբերգությունների եւ այլ ժանրերի։ Այդ գիտեք ինչից է զգացվում, որովհետեւ մեր մոտ ինչքան որ թեկուզ պետական թատրոնները թողներեն պետական թատրոններից, բայց ինչքան որ ունեն մեծ մասը այն նույն պիեսներն են, որոնք բեմադրվել են տարիներ շարունակ։ Այսինքն մենք չունենք նոր, իսկ երբ որ նայում ես ինչքան պիես կա աշխարհում, գոնե թե լավ մեզ հասանելի լեզվով թարգմանված ռուսերենով, որ կարելի է օգտվել, հսկայական քանակություն է, հսկայական ու
ինձ թվում է հանդիսատեսը կարիքն ունի այդ ամեն ինչի։ Ես կարծում եմ, որ մենք կփորձենք նաև այդ ժանրերում ու կհաջողենք։ Իհարկե, Բայց մենք էլ մասնակցելու ենք, թե առաջի եւ վերջին անգամներ։ մենք ասելով Ակներես ես Շատ Հայկոն լինելու է։ Դա հայկոն լինելու է, իրանք անբաժան են։ Հասկանալի է։ Մենք դե չէ, դե հոմ ամեն անգամ մեզ չի վերցնելու։ Ռոզին միանշանակ ասում եմ, որ կլինի, որովհետև հրաշալի խաղանքեր է Ռոզին, շատ լավ դերասանուհի է ու քիչ գումար է ուզում, այդ առումով կարող եմ ասել, որ Ռոզին էլ կլինի։ Այս թատրոնում արդեն գիտեն դրա մասին։ Այդ բոլոր ասածները գիտեն։ Կարևոր մասերից մեկն էր իմ համար։ Լավ, բայց ինչի հենց այս դերասանական խումբը։ Ու այդ Արենի ասացի մեջ կա մի հետաքրքիր բան, բացի Հայկից, ինչի է դերասանական խումբը, որովհետև շատ անգամ հենց պրոդյուսերների ու ռեժիսորների համար է դժվար հավաքել իրար հետ խումբ, որ իրար հետ մինչ այդ չեն խաղացել ու տարբեր դպրոցների նաև կրողներ են իրենց մեջ։ Երկու փաստ կարող եմ ասել, մեկը որ կերպարներին համապատասխանելիության դեպքում արդեն չես նայում իրար հետ խաղացել են, չեն խաղացել, որովհետև դրանք փորձերի արդյունքում արդեն այդ բացը կլրացվի։ Փնտրտուք իհարկե եղել է, բոլոր կերպարների համար փնտրտուք եղել են մարդիկ, ովքեր ծանրաբեռնվածություն են ունեցել, եղել են մարդիկ, ովքեր միանգամից, օրինակ ճիշտը որ ասեմ, Արենի դեպքում, քանի որ կերպարը որոշվեց, որ լինի դրսի հայ, այն ժամանակ ասում եմ, սկզբից ասում ենք Սփյուռքահայ բան, այն որ միանշանակ Արենը, այդտենց որոշում կայացվեց, Առաջի հոգին ես եի։ Բայց մնացածի դեպքում որ մյուս ներկայացման ժամանակ պարտադիր չի որ լինի դրսի հայ։ Չէ, բայց մնացածի դեպքում եղել է քննարկում, փնտրտուք։ Բայց եթե անկեղծ ասեմ, ոնց որ բոլոր դեպքերում էլի։ Երբ որ ես ու Սերգեյը խոսացել ենք առհասարակ նրա մասին, որ կարողա լինի ներկայացում, ես չգիտեմ ինչի, շատ վստահ եմ եղել, որ Ռոզին, չգիտեմ կլիներ թե չէ, բայց որ առաջակ լինելու է Ռոզին ներկայացման, շատ անկեղծ եմ ասում, այդ հաստատ։ Որովհետև Ռոզին առաջին հերթին մենք հոլդինգի լավ ընկեր է։ Հավատարիմ ընկեր է, հա, եթե անկեղծ խոսանք։ Ագենտ։ Երկրորդը շատ տաղանդավոր դերասանուհի է, երրորդը ինչու Չէ, ես բայց Եվ ինչու ոչ, անկեղծացում էլի, երկուստեկը փաստ եք, նախ որ խոսակցություններ եղել են ներկայացում անելու մի 5-6 տարի առաջվանից, դա մի թարմացումը եղավ ապրիլինց այդ պրոյեկտից հետո, մի հատ թարմացում եղավ այդ ներկայացման, հիշում ես, Սայքուն կհիշի, որ խոսում էինք, իսկ Ռոզին կփաստի, որ մի տարի առաջվանից ես քո հետ խոսել եմ հեռախոսով ինչ-որ տարբեր թեմաներ քննարկումներից, որ ասեմ, որ ներկայացում է լինելու ու դու հիշի, որ այդ ներկայացմանը լինելու ես, նույնիսկ մի քանի անգամ Ռոզին հարցել է, բա ինչ եղավ եւ այդ խոսակցությունն եղել է մի տարի առաջվանից։ Ռոզի կանդիդատուրան, թեկնածությունը չի քննարկվել։ Եղել է շատ շուտվանից, հա, այնպես որ եկեք նաև խոսանք մեր տաղանդաշատ ընկերներից։ Այո, որոնք այստեղ չեն, որոնք կերպարաբեռնված աշխատում են Հա, այսօր։ Սոնայից ու Վաչեից։ Որը շատ չեմ սիրում իրանց։ որ մեկին։ Ես չեմ ասում տաղանդաշատ չեն, չէ, բայց դե լավ, ժողովուրդ։ Չէ, իրականում եթե կատակամիկով շատ լավն են իրանք ու իրանք էլ այս ներկայացմանը ինձ թվում է յուրաքանչյուր կերպար մեկը մյուսին լրացնող է եղել ու շատ։ Ու եթե մեկը չլիներ, չլինի ներկայացման ամբողջ պատկերը հանդիսատեսի համար։ Ու Վաչեն, Սոնան, ամեն մեկը իր յուրահատուկ ձևով, իր տաղանդին յուրահատուկ շնորհով շատ լրացրել է այս ամեն ինչը։ Իհարկե կային մարդիկ, ովքեր որ շատ են օգնել, թե փորձերին, թե գումարով։ Դե բայց անկեղծ ասած վերջին ներկայացումից հետո մյուս օրը բոլորիդ կարոտել եմ
ու այն մեր ներկայացումը Դե elə որ չկարոտենք մի ամիս ամեն օր իրար հենց այդ ես ասում եմ մի հատ անցավ վերջինը ինչ ամիս ինչ ավելի վատ մի ամիս շարունակ իրար ծոց էինք քնում 19-ին չէ՞ նոյեմբեր նոյեմբերի 19-ին ես չասես դառնաս կամերային այդ պահին ասես հաջորդ ներկայացումը բայց կարող ասա եթեր գնա հունվարի 20-ին այն կամերային բայց ես որ ինչ էի ասում ասում եմ որ կարոտել եմ փորձերը հա այսօր ասում ես հա անկեղծ մետրո թատրոնը կարոտել եմ Իսկ թվում է միակ մարդը որ մեզ չի կարոտել այդ Կարոնը կարոտել այսօր զանգել որտեղ կյանքը կերել ենք այսօր հանուն արդարության ասենք որ միջև վերջին այսպես ասած գեներալնի պրագոնը տեքստ էինք խառնում բայց մեր հանդիսատեսին խոսք ենք տալիս որ մյուս ներկայացումը անպայման կլինի ռեժիսորով անկախ ամեն ինչից մենք կփորձենք աշխատել գոնե ռեժիսորի հետ ունենալ ռեժիսոր դա էլ հավելյալ ծախս է գիտեք եւ խոսանք ֆինանսից դե մի բան ասեմ խոսանք ֆինանսից լավ ես կնալստի անկեղծ ասած այն պատկերացումը նախապատրաստական այն շրջանում որ sense դերասաններ ներկայացում ու այդ ասենք այս ստացվի ինչ չափով ստացավ քո մեջ այսինքն ես իմիջիալոց շատ վախերով էի որովհետեւ ֆիլմերի մեջ ես եմ որ զգում ոչ թե գիտեմ ոչ թե բանականությամբ այլ ենթագիտակցություն զգում ես նույնիսկ ես սրանից հետո ես փուլում ես մի քիչ այն չի ոնց ես լուծելու ոնց է առաջ գնալու ներկայացումը իմ համար մութ անտառ էր ու որ եմ որ շատ վախով էի սպասում նույնիսկ վերջի օրը ես հիշում եք ես Գրիմյորքում որ Հայկոն ասեց մի ասա որ վախում ես կոնե դու մի ասա ես հələ լարված էի ասում եմ հա բայց չէ արդյունքները հանդիսատեսի արձագանքներով եմ ասում հիանալի էր ստացված էր ու ստացված է այսինքն այն ինչ որ ես սպասում էի նույնիսկ մի քանի անգամ ավել ստացված կարող եմ համարել որովհետեւ ես որպես այս ոդքասթը վարող ու հա էլի փողերից չէ բացարձակ Պարտքես իրան անցած փողերից խոսում որպես ոդքասթը վարող մարդ մի քանի հարց ունեմ մեր հանդիսատեսը շատ հարցեր ունի մեզ թե որ քաղաքներում կարող են նայել ներկայացումը ու առհասարակ որտեղ կարող է հայտնվել այս ներկայացումը թե Հայաստանում թե Հայաստանից դուրս թե Հայաստանի մեջ որ քաղաքում հիմա ես ուղիղ կապ մեր հանդիսատեսի հետ ովքեր որ հարցեր ունեն մեզ վստահ եմ Ռոզին ու Արինին էլ են տալիս ուղղակի նրանք նենգաբար լռում են ես կտամ այդ հարցերը քեզ որտեղ կարող են այս ներկայացումը գտնել մոտակա շրջանում այն ինչ պլանավորվում է անպայման Գյումրիում Վանաձորում մյուս հայկական քաղաքներում հələ որ չունենք քննարկումներ Հայաստանից դուրս Ամերիկայի Միացյալ Նահանգներ ու ցանկություն կա ու այս պահին քննարկումների մեջ ենք նաև Եվրոպա ու Ռուսաստան այսինքն հրաշալի այսինքն հնարավոր է որ շատ տեղերում հանդիպեն այս ներկայացմանը ու հանդիսատես լինեն որպես ցանկություն կա մեծ նաև հայկական մյուս քաղաքների համար բայց մի քիչ չգիտեմ ինչքանով կստացվի որովհետև ժամանակային զբաղվածություն հասցնել բայց ինձ թվում է հաջորդ տարի արդեն կարուն կամ ամառ կփորձենք նաև մյուս քաղաքներում բայց Ամերիկայի Միացյալ Նահանգներ ու Եվրոպա Ռուսաստան այս պահին արդեն աշխատում ենք տեսնենք ու աստված առաջ հուսամ այս ներկայացումը շատ երկար տարիների կյանք ունենա երկար տարիների եթե չէ գոնե հիշվող կլինի որպես թեթև ու բարի ներկայացում համաձայն եք Ես համաձայն եմ աշխարհը ինչու ոչ նաև ապրի երկար որովհետև լավ ներկայացում ինքը ապրում է երկար եւ պահանջարկ ունենում է այդ նաև այն փաստերից մեկն է որ խոսում է որ լավ ներկայացում է մարդիկ կան, որոնք ռեալ մարդիկ են, եթե ներկայացումը հավանում են, չեն գալիս մի անգամ, գալիս են նաև 2-3 անգամ են նայում, այդ ամենահրաշալի փաստն է որ կա մեր հանդիսատեսի մեջ մարդ, որ առաջի անգամ իդեպ դա Անահիտը չի, որ առաջի անգամ նայել է ներկայացումը, երկրորդ անգամ նայել է ու արդեն գնել է երրորդի տոմսը, մենք ունենք տենց։ Արդեն կա։ Ես ինձ ունեմ, որ առաջինը որ պրեմիերային որ ելել է, անմիջապես զանգել ասա ես տոմս եմ ուզում արդեն երկրորդ օրվա։ Հասկացա, հրաշալի։ Այդ գովելի է, որովհետև թեթև է ներկայացում։ Ես որ ինձ չես ասա գրեն տակով ելել է։ Չէ, ուղղակի իմ համար մի քիչ էլի եմ ասում, անծանոթ հանդիսատես է
թատերական հանդիսատեսը։ Դրա համար զարմանում եմ, որ կա այդ դեպքերը, որ մարդիկ մի քանի անգամ նույն ներկայացումը ցանկություն են դիտելու, այդ Ռոզի հիմնականում հետաքրքիր է Սերգեյի հետ աշխատելուց գիտես որն է, քանի որ Սերգեյը այս իր առաջին փորձն է որպես թատրոն ներկայացում ստեղծելու առաջին փորձն է։ Իմ համար իրան ես ինչքան ճանաչել եմ առաջի անգամա որ Սերգեյին ասում էի Սերգեյ, հա՞, ինքը ասում էր ինչ որ sense մի հատ պաուզա կար ու չէիր հասկանում ուզում էր ինքը քեզ ոգևորեր, թե ուզում էր որ դու իրեն ոգևորեիր, որովհետև մնացած ուրիշ բոլոր անգամները ինքը այն ժամանակ երբ որ մենք չենք հավատացել դերասանը թե նախագիծը կստացվի, թե չի ստացվի ու կապ չունի այդ կլինի ինչ ժանրում, ինքը միանշանակ ասել է կամ կստացվի, կամ չգիտեմ, ինչ որ մի հստակ մի բան ասել է, բայց այս իմ համար ես որպես շուտ ժամանակների աշխատող ընկեր Սերգեյին մի քիչ իմոտել էր վաղ, որտեղ որ ասում էի հա Սերգ, ոնց է վիճակը, Սերգը sense այն արդեն այդ պաուզան հետո էլի ասում էր որ լավ է լինելու, բայց արդեն ինչ որ sense բան էր տալիս քեզ, որ Ես ասեմ ավելին, ես ինքն յանքում պրեմիերաների օրը չեմ տեսել մի մարդ, որ ավելի պանիկայի մեջ էր, քան ես այդ օրը տեսել եմ Սերգեյն էր։ Որտեղ ինքը այնքան պանիկայի մեջ էր, որ ես հասկացա, որ ես շատ օքեյ եմ ոնց որ։ Ներկայացումը սկսվում է ուրեմն տեսանով, որ ես ու Ռոզին պարկած քնած ենք մահճակալի վրա։ Հոյլ ես անում հիմա, արա, լավ։ Դե հա, իհարկե, ինչի՞ չէ։ Ու չգիտեմ գիտեք դուք թե չէ, չնայած չգիտեք որտեղ դուք կուլիսներում չեք եղել երկու ներկայացման ժամանակ էլ։ Ոչ էլ կրավատի տակ։ Ոչ էլ կրավատի տակ, ուրեմն միջև վարակույրի բացվելը ես ու Ռոզին երևի չկա այդպես բան, որ մարդ այդ աստիճանի ինչ որ մի բան հիշի ու սկսի ծիծաղել։ Երկու ներկայացումն էլ սկսել անենց, որ ես ու Ռոզին մեզ հազիվ ենք զսպել, վարակույրը սենց բացվել է ու մենք սենց հազիվ մեզ մի ձև պահել ենք, որ չծիծաղանք։ Որտեղ շատ ծիծաղելի իրավիճակում ենք իրականում այդ պահին։ Հանդիսատեսը ու կուլիսներում աշխատող մարդիկ չեն հասկանում այդ պահին ինչ է այդ կատարվում, բայց խնդալը այդ միակ միջոցն է, որ կարողանաս քո մասնագիտական, չգիտեմ, աբսուրդ կողմերը տանելի դարձնես, էլի, այսպես։ Քո համար օրինակ ներկայացման ամենածիծաղելի հատվածներից առանց կարաս նույն սպոյլը անես, որովհետև մենք ունենք արդեն ներկայացման անոնսը։ Այսինքն ողնաշարը պարզա ներկայացման թե ինչ իմացին է ու ոնց ամենահետաքրքիր մասը քո համար ո՞րն է։ Ամենա քո համար զավեշտը այդ ներկայացման մեջ։ Ինձ համար շատ հետաքրքիր է Սոնայի հայտնվելը, երբ որ դու գալիս ես տանես ու ինքը հայտնվում է այդ ինձ համար շատ խնդալու է Վաչեի հայտնվելը իմ տանը, այսինքն այդ թվացial ես իրան նայում եմ որպես կոմեդիի սիտուացիա, Վաչեի հայտնվելը, երբ ու զահլիճի ռեակցիաներն էր, հա, այդպես որ տպավորություն էր, որ ամեն ինչ օքեյ է, հանդարտվեց ու մեկ էլ Վաչն է հայտնվում ու ինձ համար շատ անգամ բեմում էլ է դա ծիծաղելի, այսինքն եւ Վաչը հայտնվում է, ես ուրիշ բան եմ խաղում, բայց իմ ներսում մեկը, որը նայում է կողքից ներկայացում, խնդում է այդ պահին։ Ինձ համար է դա ծիծաղելի։ Ռոզի, իսկ ամենադժվար պահը ընդհանուր ներկայացման մեջ քո համար ամենադժվար պահը ընդհանուր ներկայացումն է, որովհետեւ այս ներկայացումը պետքա պրոֆեսիոնալ լողորդ լինես, որ շնչառությունը թերիքի, որովհետև ներկայացման մեր սկզբի 5 րոպե դիալոգը չհաշված, դրանից հետո սկսում է վազք։ Ու սկսում է վազք ու այդ վազքի արանքում դու պետքա խաղաս, պետքա գույներ փոխես, պետքա խաբես, պետքա սիրես, պետքա ծիծաղես, պետքա վախենաս ու անդադ դու ֆիզիկական շարժման մեջ ես, դրա համար ասում եմ երկու պրագոնից հետո հասկացա, որ պետքա պրոֆեսիոնալ լողորդ լինեմ, որ ֆիզիկապես այս հոլովակը դուք մենակ նայում այս հոլովակը նայող մարդկանց ասեմ, որ իրականում այս հոլովակ չի պոդքասթը։ Չէ, այդ ժանրն է, բայց ընդհանուր ինքը կոչվում է հոլովակ։ Ռոզին հիդեպ պետական ինստիտուտ ավարտած դերասանուհի է, որը չգիտի դեռ պոդքասթի եւ հոլովակի տարբերությունը, բայց ամեն դեպքում ասեմ, որ հոլովակը նայողներին կարող եմ ասել, որ ամենատանջված մարդկանցից ու դերասանուհիներից մեկը այդ Ռոզին է, որովհետեւ
համարյա թե ներկայացման ամբողջ ընթացքում ինքը այս կողմից այն կողմ, այն կողմից այս կողմ ու sense լավ բան է ուզում ասեի քեզ, բայց քանի որ Ես ներկայացման հետաքրքիր բաժինից այդ բաժինը այնա որ շատ ծիծաղելու մուտք եւ ելքեր ունենք, այսինքն ով ներսա մտնում է տունը, ինքը արդեն խնդալու ծիծաղելու իր վիճակը առանց դիալոգ։ Այսինքն հայտնվում է մի անգամ հայտոն, հայտնվում եմ ես որ սխալ ժամանակներ եմ մտնում, վաչեի մուտքը, բան չեմ հիշում։ Դե մեջն էլի խնդրում եմ, որ Ինձ գիտեք ինչ է հետաքրքիր, որը ես չեմ տեսել այս ներկայացման ժամանակ։ Ետնաբեմում ինչ է կատարվում, երբ որ դուք դուրս եք գալիս տեսարաններից, տեսարան որ փոխվում է։ Քաոս։ Մի բան ասեմ, չէ՞ եթերային թե չէ, բայց եթե մգան է։ Տեսարան կա որ փոխվում է տունից տուն պիտի փոխվի, ես արակի մեջ լիվ դեկորը փոխվում է, ես շուտ փոխվում եմ, ու նենց արակի մեջ է, մեր աղջիկները տեղ օգնում են, ուտե պիտի հանվեմ, փոխեմ, չեմ պատմես եկի։ Արակի մեջ հանվում եմ, չեմ ջոկում, լրիվ հանվում եմ։ Բայց հա, ասում եմ գնացի։ Շատ հետաքրքիր է։ Են տեքստը։ Իրականում մեր կյանքը հետաքրքիր է ետնաբեմում։ Մեծ բան Մեր կյանքը հետաքրքիր է ետնաբեմում։ Չէ, ասենք եթե սենց սկզբում բարձրացնեմ արդեն լջանիկ ձեռից տալի, ասեմ լավ, ոչինչ։ Գնացի։ Լսի, թատրոնի ետնաբեմում հենց ներկայացման պահին այդ արանքներում, որ պետք է ինչ-որ մեկ արագ փոխվի, ինչ-որ բան պետք է տեղափոխվի, իրականում այդ պահին ոչ մեկին ոչ մի բան հետաքրքիր չի, ոչ մեկի հետ կապված, որովհետև ու թատրոնի, չգիտեմ, սպეციფიկ ու իմ սիրելի կողմերից մեկը հենց այդ է, որ մենք մի խումբ ենք ու չունենք այդ պահին ոչ մեկը սեր չենք առանձնացնում իրար, մենք բոլորը ծառայում ենք մի նպատակի ու այդ պահին ունենք մի կարևորագույն ֆունկցիա, անում ենք միայն դա, այսինքն ինչ կլինի այդ արանքում կարևոր չի։ Հետո հիշում ծիծաղում ենք իհարկե, բայց այդ պահին կարևոր է դա։ Հա, բայց դե իհարկե հա, Հայկ ջան։ Ես կարաջատին ես անգամ մի հատ իմպրովիզներ չանես։ Ես կասեմ, մի հատ կամերա տնենք։ Շարժը մի հատ նկարվի շատ սիրուն եմ։ Չէ, ինձ ավելի շատ հետաքրքիր էր, օրինակ ինչ-որ մեկը միտեղ թերացել է, միտեղ տեքստը մոռացել է։ Որ հելնում են հետաբեմ է, որ չկա, արա ինչ արեցի։ Բայց նա հետաքրքիր բան պատմեմ առաջին ժամանակ ոչ մեկ չի թերացել։ Չէ, բացի այդ մի դրվագից է դեմ ասում։ Նայ, մենք եթե չեմ սխալվում, մենք ունեինք հուշարար, մենք ունեինք հուշարար։ Երեքը։ Այո։ Նայ, կա վերջի հուշարար հասկացություն ամբողջ աշխարհում։ Այո, Ամբողջ աշխարհում կա, բացի մեր մոտից։ Հուշարար հասկացողություն, որ վերջի եթե մենք հայտնվել ենք ֆորս մաժորում եւ ես օրինակ չգիտեմ, մեծ կնիկ եմ էլ չեմ հիշում տեքստերս, այնտեղից մի ջայլ աղջիկ հուշում է ինձ, որ մայրիկ ջան է ծերկոտը։ Որ այդ հուշարարին էլ հուշում է ուրիշ մեկը։ Հա, ես Մի քիչ մեծ գեշտով, որ հուշի Ու չէ, մեծ քտով մարդը հուշում է ոչ թե հանգիստ որ հուշել, հոշի։ Այդ մեծ քտով քո ասած մարդը վազում գալիս է ասում է հուշի պրոստը։ Իմ համար այդ ձենով որ ասացիր հուշի։ Ես վերջին պրագոնի ժամանակ նոր սովորել եմ չծիծաղել Ռոզի մի հատ խոսքի վրա։ Ես ու Ռոզին էլ ասաց ներկայացման ժամանակ էլ ես ու ծիծաղելու։ Ու ես իրոք սպասում եմ այնքան հավես ու այնքան հետաքրքիր ձև է այդ ասում խոսող Շատ լավ։ Ես ես նայում իրան ու մի քանի անգամ ա դա ինձ ասում ներկայացման ժամանակ չգիտեմ տեսած կլինես որպես պրոդյուսեր ներկայացումը երկու անգամ ասում խոսա ու այդ վերջին խոսան Իմ համար իրոք ամենաանսպասելի որ հանդիսատեսը ռեակցիա տվեց, այդ մեկը Հայկոյի բանն էր, երբ որ Վաչեն բացատրում է թե ինչի է ինքը հայտնվել այնտեղ ու իր այդ դիմախաղին ինչ ռեակցիա տվեց, նույնիսկ ես հիշում եմ որ դուք պաուզա պահեցիք ահագին երկար, որ հանդիսատեսը հանգստանա նոր ու Ռոզի հետ խոսան, որովհետև այնքան իմ համար սովորական էր փորձերից բանից, ասում եմ, հա լավ, բայց առաջի խոսայից մեռավ հանդիսատեսը, որ կարելի է չէ ոդկասթի ֆորմատը տալիս է մեռավ։ Խոսանել է եղել Ռոզի միտքն է եղել գրաված ներկայացման մեջ, որովհետև չի եղել պիեսի մեջ խոսա մանավանդ այդ ամբողջ Նարեկը լիներ, կասեր դե բոլորը ձեր
Չէ, իրականում այդ ծնվել է, այսինքն այդ արանքում կարոնա այդ հուշե, այսինքն դա ինչ որ ենթատեքստ ա եղել, որը դառել է տեքստ, տեքստից մտել է իմ օրգանիկայի մեջ, դարձել է ինչ խնդալու։ Շատ լավն է, շատ կտրուկ է, շատ հանկարծակի է, չսպասված էլի։ Ես հիշում եմ մի հատ այս կոմեդիա ժանրի համար մաստեր կլաս գրականություն կար կարդում եմ, հենց առաջին նախադասությունները, առաջի էջերը, այդ էր որ ինչքան հանկարծակի ինֆորմացիա, այդքան լավ ու այդ ինֆորմացիա չէր, բայց այնքան հանկարծակի է, որ ռեակցիաները հաղթում են, այդպեսի բան։ Մեր ռեժիսորը, էլի մեր շատ խոսքը Բալյան Կարոյի մասին է։ Շատ տաղանդաշատ ընկերոջ մասին է խոսքը, ինքը իր հետ փորձերի մի որոշ ժամանակ կար շրջանում, որ չէին գտնում, հիշում ես երգի հատվածը, որ մի հատ շատ դամբուլ բան պետք է ասվեր այդտեղ երգի հատվածը ու չէին գտնում, գալիս էինք, փորձի գալիս էինք այդտեղ չիտկեկներ սկզբից։ Ու չէին գնում առաջ, ասում ենք այդ պետք է գտնենք, որ գնանք առ։ Գալիս էինք, չսենց պաուզա էինք տալի, ասում ենք չէ, այդ չենք ասում, հետո կհորինենք ինչ որ գնում։ Այդ մի մասին է, էլի, հրաշքի մասին պատմությունը, ու այդ երգը ոնց բան եղավ։ Հիմա ես կարող եմ լավ ես ուզում հասկանամ, չեն կարող մի հատ տենց շատ դամբուլ բան մտածենք, որ ընդհանրապես կապ չունենա այդ ներկայացման այդ խոսքի հետ, շատ տրենդային է այդ երգը, որը որ ներկայացնում։ Բայց փոյլ չանես։ Իհարկե չէ։ Մենք ոնց որ ամբողջ ներկայացումը պատմեցինք, ես ոչ մեկ չի գալու 19-ին ու հետո։ Չէ, հակառակը, ես միշտ վստահ եմ, որ երբ որ հանդիսատեսը եւ ֆիլմերի հետ կապված եւ ներկայացումների, երբ որ իմանում է լիքը հետաքրքիր բաներ, ինքը ոչ թե չի արդեն լավ գիտեմ չեմ գնում, այլ հակառակը գնամ տեսնեմ այդ ինչ է կատարվում։ Ես ունեմ քեզ հարց։ Էլի ինչ կողերը։ Չէ, ֆինանսի հետ կապված։ Օրինակ, եթե ներկայացումը ու տա Աստված որ երկար կյանք ունենա, Ռոզին օրինակ ասում է, չգիտեմ, չի հարմարվում իր գործերի հետ կամ գնում է երկրից, ամուսնանում էլ չի խաղում։ Այդ վստահ եմ որ չէ։ Ում օրինակ կառաջարկեի Ռոզի կերպարը։ Չէ, շատ պրովոկացիոն հարց է։ Միանշանակ, բայց ոդկասթը մի ձև պետք է նայեն, թե չէ։ Ասա, անկեղծ ասա։ Չէ, իրոք չեմ կարող պատասխանել, որովհետև իմ կերպարը հեշտ է փոխվում։ Չէ, նայ, լավ, եկեք ավելի անկեղծ ասեմ, եթե այս խոսակցությունը լիներ մինչև ներկայացման արդեն իսկ պատրաստ տեսնելը, չեմ ասում ներկայացման արդեն բեմ դուրս գալը, բայց պատրաստ տեսնելը կարող է միգուցե ասեի դե կարելի է այս դերասանուհով փոխարինել, կարելի է այս դերասան, բայց երբ որ արդեն տեսել եմ այն ինչ որ ունենք, շատ դժվար է այդ դեպքում ուրիշ մարդու նայել, որովհետև արդեն տեսնում ես այդ կերպարը ֆիլտրված ռոզիով։ Այսինքն դրանից հետո դու ում էլ տեսնում ես, արդեն սկսում ես մտածել, թե այն մարդը կկարողանա անել այն, ինչ անում է Ռոզին։ Չես պատկերացնում, որ կարելի է գա ուրիշ մեկը, այդ կերպարին ուրիշ համուհոտ տա, ուրիշ հատուկ։ Լավ, բարդ հարց տվեցի, Արենի պահով։ Արենի պահով շատ հեշտ է, ես իմացա։ Չէ, Արեն, իմիջիալից ես առաջին ասեմ, եթե ուզենա ինչ-որ դերասան փոխվի, Ռոզին ու Սոնան փոխվի, օտոմատիկ ես դուրս եմ գալ պետք չի հանից։ Հա, վсё, վեր։ Ուլտիմատում Ռոզի ամուսնանալ չկա, լսի, ամուսնանալ չկա։ Չէ, դրսի հայ հիմա դերասան Չէ, հիմա իրականում ինձի որոշել եք այս ներկայացման մեջ որպես դրսի հայ, թե որպես դերասան։ Չէ, նայ, որպես դերասան։ Բայց ասեմ Արենը, ես չգիտեմ, ես միշտ հարցրել եմ, նույնիսկ հələ փորձերի կեսն էինք ու երևի հələ կիսով չափ էր փորձերը, ես Հայկոին էլ եմ հարցրել, հա Արենից ինչ կասես, Հայկոն միանշանակ ասել է հանգիստ տեղի Արենը կխզարի։ Այդ ոդկասթի ժանրում կարելի է, չէ՞, այս խոսքերը, հա։ Ես գիտեմ, որ ուրիշ ոդկասթներում ուրիշ երկրների ինչ ասես ասում են։ Խզարին նշանակում է կներկայանա լավագույն կերպ։ Հա, ես ցիտում եմ Հայկի բառերը, որ կուլիսներում Հայկոին հարցրեցի, ուղիղ ցիտում եմ, ինքը ասաց հանգիստ տեղի Արենը Ես կսորտին Ձեր ընկերությունը նոր սկսեց։ Չէ, իրոք ասեմ, բոլորը իրանց գույների մեջ, հիմա խոսում ենք մեր 3-ից դերասաններից, բայց Վաչեն էլ, Սոնան էլ, այս պահին, որ ես նայում եմ այդ ներկա պնակից հանել ինչ-որ մեկին, փոխարինել ուրիշով, չեմ պատկերացնում, որովհետև այդ գույնը արդեն ստացել է ինքը ներկայացման։ Իսկ ռեժիսորական սաստավից
Ռեժիսորական սաստավից կարող ենք քննարկել Կարոն շատ լավ է։ Չեք կարծում, որ մյուս ներկայացումը արժի խաղալ ռեժիսորով։ Չէ, իրականում Կարոն լավ էր ու Կարոն լավ դիմացավ մեզ, Ես համբերատար էր շատ։ Ասենք հանուն արդարության, որ մենք երկար խնդիր ունենք տեքստերի հետ, ես հիշում եմ դահլիճում էին նստած Կարոն, Հրոն Կարոյի կողքը, վերջի պրագոններ, ֆինալի տեսանում ես տեքստս մոռացա, եկել Հրոն ասեց այս, որովհետև արդեն մենք հասկացանք, մենք 2 ժամ հետո պիտի խաղայինք։ Հրայրը։ Ես մի անգամ մեր հրայրը։ Ես մի անգամ փորձեի դու մյուս պրոդյուսերը ինձ հետ բերեցի շատ գաղտնիք էր, բայց այ։ Իդեպ հրայրը հիմա Այդ ինչի ես ուզեցել։ Հա, տեսախցիկներից այնքան նստած սպասում է, որ ով ինչ-որ վատ բան խոսա դուրս գալուց չհասցնի փախնել։ Ես կեթամ։ Չէ, բայց իմիջիայլոց մանավանդ դերասանների հետ կապված կարող եմ ասել, որ համբերատարությունը շատ կարևոր է այս ոլորտում։ Ես էլի զուգահեռներ եմ տանում ֆիլմ արտադրությունն ու թատերական ներկայացումը։ Ես հասկացա, որ շատ կարևոր է այդ համբերատարությունը, որովհետև եւ ներվ է լինում շատ, եւ ռեժիսորի հետ աշխատելն է բարդ լինում, դժվար լինում, պահանջները, այդ նորից այդ ներվը եւ այլն, ու այդտեղ համբերատարությունն ու իրար հասկանալը շատ կարևոր է։ Արի մենք անկեղծ լինենք, ասենք, որ կինոյում չկա այդ մանրակրկիտ աշխատանքը, ռեժիսոր ու դերասան։ Կա ուղղակի շատ արագ է լինում։ Մեր ֆիլմ արտադրության մեջ դա շատ արագ է ու այդքան մանրակրկիտ չի։ Դե հա, ու այդ Իսկ թատրոնում դու ամեն մի էլեմենտի վրա փոքր ծախսում ես ժամանակ ու ես մի փոքր հարցի հետ համամիտ չեմ, ոչ թե չկա, այլ ֆորմատն է ուրիշ։ Այսինքն կինոյում հնարավոր է այս փուճուր հատվածի հետ աշխատել արագ, նկարել, անցնել առաջ։ Այսինքն կարելի է մի 10 րոպե առանձնանալ թեկուզ դերասանի հետ, արագ ես մի փոքր կտորի վրա աշխատել, այդ կտորը ստանալ, անցնել առաջ։ Այստեղ չկա այդ։ Այստեղ ես նայում եմ փորձերը ու ասում եմ հա, բայց այս կտորը աշխատեցիք, շատ լավ ստացվեց, բայց հիմա հասակ մինչև վերջը, էլի նորից սկսեցիք սկիզբը, այս կտորը մոռանալու եք կամ էլի չի ստացվելու կամ կա փոխադարձ կինոյում հնարավոր է, չէ՞, կադրը քո կադրն է, այդ փոքր կտորը ստացար, վերջ։ Դա հետո իրականում համեմատական չի, այնտեղ կա ամենաճանաչված մոնտաժ ասվածը, որը փրկում է յուրաքանչյուրին ու յուրաքանչյուր ձևու տարբերակով, որովհետև տեխնիկական աշխատանքն է։ Առհասարակ իմ համար համեմատելու չի, Բայց ես կարծում եմ, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ ամեն դեպքում, եթե կինոյում դու ուզում ես կերպարի առումով ավելի հագեցած կերպար ունենալ, միևնույնն է կինոյում էլ է պահանջվում այդ չիտկա ասվածները, որ մենք ունենում ենք թատրոնում, որ դու գտնես քո կերպարի կորիզը, որի վրա պետքա կառուցես դա եւ նկարահանման հրապարակում էլ ինչքան է դու պատրաստ լինես եւ ինչքան է քեզ փոքր կադրերով են նկարում, դու ֆիլմի ընթացքում կարող է տեսարան լինի, որտեղ դուրս գաս քո կերպարից։ Չշարունակես իրար, որովհետև կինոյում դու նկարվում ես մաս-մաս, դու այսօր նկարվում ես մի տեսարան, վաղը նկարվում ես կինոյի վերջը, այն մյուս օրը կինոյի սկիզբը, այդ կորիզը ու այդ ողնաշարը չկորցնելու համար դու պետքա օրգանապես այնքան համահունչ լինես քո կերպարի հետ, որ վերջից նկարեն քեզ դիմացից թե մեջտեղից, դու խաղաս այն ինչ որ պետքա խաղաս։ Իսկ երբ դու գնում ես տեղում ես փորձում դա անել, օքեյ, ես ռեժիսորի հետ հասկացա, ստեղ տեղում արեցի։ Մի քիչ ժամանակ ունեցա հաջորդ կադրի համար պատրաստվելու, ես կարող եմ ավելի թույլ լինեմ, քան այս կադրում։ Իմ կարծիքն է դա եւ փորձնել այդ ցույց տվել։ Դերասաններ, արտիստներ, մենք օրինակ միշտ խոսում ենք, հիմնականում խոսում ենք արդեն ստացված ու լավ բաների մասին, ներկայացնելով լավը։ Ես ձեզ հարց ունեմ, ես որպես վարող եմ, էլի այդ հարցը տալիս։ Ես ձեզ հարց ունեմ, օրինակ ձեր հեռուստադիտողը ու հանդիսատեսը արդեն նայում է այն ինչը որ ստացված է։ Չկա ձեր նախագծերի ու ներկայացումների մեջ այն ես ուզում եմ ավելի մի քիչ այն սև ու տանջված գծերի մասին խոսանք։ Այսինքն չստացված բաների մասին, եկեք խոսանք ինչներ շատ վախենալու չասեմ, այն ինչներ վախացնում մեզ, բայց թե ֆիզիկապես, թե այն ինչներ վախենալու։ Մեր օրինակ, ես մեր ներկայացումով օրինակով խոսանք։ Ինչներ, որ լավ չէր, կամ
չասենք, այսինքն չմտնենք նեղ խոհանոց, բայց ինչը կար որ լավ չէր։ Լավ չերի խնդիր չէր, մենք տեխնիկական մասի խնդիրներ ունենք։ Գիտես ինչի եմ ես հարցը տալի, որովհետև միշտ մեր հերոստատիտող ու հանդիսատեսի մոտ իհարկե հիմնական բոլորի մոտ չէ, բայց կա ինչ որ զանգված, որ թյուր կարծիք ունի, որ դե լավ իրանց առածն ինչա որ։ Դե ինչ են անում, այսինքն արդեն քո հերոստատիտողը տենում է պատրաստի ֆիլմ, հանդիսատեսը տեսնում է արդեն պատրաստի ներկայացում, ինքը չգիտի այն մութանկյունների մասին, թե իրականում ինչ տանջալից օրեր կփաստեք բոլորը տանքում գիշերներ, Սերգեյը մեր հավասար ունեցել ենք տարբեր բեմերի վրա փորձեր ու ես կուզեմ մի քիչ դրանցից խոսանք, ամեն մեկը ինչ կմտաբերի հիմա։ Շնորհակալություն։ Նայ, ընդհանուր առմամբ հանդիսատեսը պարտավորել չի, հա, բաները, նյուանսները իմանալու մեր մասնագիտության եւ հասկանալու թե օրինակ կադրում կամ թատրոնում մեզնից ինչքան դժվարություն է գնում, այստեղից դնել այստեղ ու լինել դրա համար համոզիչ օրգանական։ Տպավորությունա թե այդ շատ սովորական բան է, բայց այդ սովորական բան չի։ Դրա մեջ լինել օրգանական անել դա խաղի մեջ, այնպես ինչպես անում է սովորական կյանքում, արդեն բարդ է։ Մեր մասում լցնեմ դու շարունակ։ Շնորհակալություն։ Բայց այստեղ թե լավ է, ես էլի կգամ այս ոդքասթին։ Շատ լավ։ Համեցեք։ Իսկ տեխնիկական շատ հարցեր կան։ Օրինակ մեր ներկայացման ժամանակ մենք ունենք այսպիսի ֆորս մաժոր, մենք մեր դեկորի հետ ծանոթացանք շատ ուշ։ Եվ մի բան է, որ դու գիտես քո տեքստերը, մի բան է, որ դու գիտես քո միզանսցեները քո պարտների հետ, մի բան է, որ դու այդ ամբողջը անում ես արդեն պատրաստի բեմում, որի համար ունես 2 օր ընդհանրապես ժամանակ, ու պետք է դարակ բացես, մարդ մտնի, մարդ դուրս գա, հագնվես, չգիտեմ ինչ անես, դեկորի դուռը ոնց է փակվում, աչ է բացվում, ձախ է բացվում, հետ է բացվում, դիմաց է բացվում։ Այս սրանք մանր տեխնիկական բաներ են, որոնց համար ժամանակ է պահանջվում, նյարդ, ռեսուրսներ, ու որը իհարկե հանդիսատեսը չի պատկերացնում, որովհետև տպավորությունը հա դե ինչ է, մտավ ընդրնից դուրս եկավ, բայց այդ մաթեմատիկական աշխատանք է նաև կներես, որովհետև հաշվարկած է ով երբ է դուրս գալու ինչա լինելու, որ ինքը կոմեդիայի ամբողջ պատկերը տեսնի, որովհետև եթե այդ հաշվարկը խախտենք, ինքը այդ պատկերը չի տեսնի այնքան ծիծաղելի, ինչքան որ կա։ Հա, ու արդարության համար ասա, որ միզանսցեներ փոխվում միջև վերջին վայրկյանը, երբ որ մենք դեկորի հետ ծանոթանում ենք։ Միանշանակ։ Այսինքն դա էլ է դժվարացնում։ Ես ավելի տպավորիչ ասելու համար Հայկոյի ասածը, ասեմ մի բան, որ հաշվարկում էինք վերջի մի երևի 6-7 օրը, հաշվարկում էինք, թե այս երեկոյան մի փորձ ավել անենք, որ 4 ժամ քնեն դերասանները առավոտ այս ժամին արթնանան, թե ավելի լավ է հիմա մի փորձ չանենք, 5 ժամ քնեն, այսինքն ինչքան բարդ ու ինչքան բան աշխատանք է, որ հաշվարկը արվում է քանի ժամ քնեն, էլի, կարելի է 4 ժամ քնեն, թե ավելի լավ է 3 ժամ քնեն, առավոտ նորից ու այդ բարդությունները։ Ու ռեժիսորը, որը ուներ էլի շատ ներկայացումներ, դերասանները, ովքեր փառատոն դերասաններն, ովքեր ունեին շատ խիտ գրաֆիկ ու ներողություն եմ խնդրում, մի բան պատմեմ Վաչեից, երևի դուք չգիտեք էլ, որ այդ օրը ինքը մի քանի օր է եղել այդ նույն գրաֆիկի մեջ, բայց այդ մի օրը ինքը եկավ մեր մոտ փորձ արեց, իր մուտքը կեսից է, չէ՞, ներկայացման փորձ արեց, վերջացրեց մի պրագոնը, գնաց մյուս թատրոնում, եթե չեմ սխալվում, Արտաշատի, հա, թատրոնում, գնաց, այսինքն մեքենայով շարժվեց, գնաց հասավ ընդեղ, մի հատ պրագոն ընդեղ արեց, հետ եկավ հասավ երկրորդ փորձի իր մուտքին, այսինքն ու այդ գիշերը ժամը 11-ի մասին է խոսքը, հետ է եկել 11-12-ին, որ մի հատ նորից հասնի, այսինքն եկեք նաև խոսանք, որ Վաչեն բավականին մեծ գումարներ աշխատեց այս ներկայացումից, տենց որ արժեր։ Գումարի խնդիրը մի հատ հարց լուծեք եղավ։ Չէ, լավ է, այն մեզ ասել են, որ ոդքասթին նայ, քոակացին նայ, մեր ոդքասթին այդպիսի բաներ է պետք ասել են, էլի, մենք հիմա Բայց մանկեց ասած Սերգեյ, թատրոն թե կինո։ Որնի մեջ փող կա։ Չէ, հա, դա լավ է։ Չէ, իմիջիայլոց միշտ ինչ որ կարծիք հայտնելուն ինձ խանգարում է իմ մեջ երկու մարդկանց բախումը, ռեժիսորի ու պրոդյուսերի բախումը, բայց որպես ռեժիսոր իմ համար կինոն շատ ավելի հոգեհարազատ է ու շատ ավելի ընդունելի է, լավ, ուրիշ բառով չասեմ, ընդունելի է, որովհետև իմ համար կինոյում համատեղվում են մի քանի արվեստներ, բայց
հետո հնարավորությունը շատ է էմոցիաների փոխանցումը հանդիսատեսին կինոյում շատ ավելի ձևեր գոյություն ունեն, որով կարող ես այդ էմոցիաներն ու ասելիքիդ աուրան, այդ մթնոլորտը փոխանցել ավելի ազդեցիկ փոխանցել, բայց թատրոնը շատ հետաքրքիր աշխարհ էր։ Ու ես հիմա որ ողջավորված եմ, մի հատ շրջան էր եկել իմ մոտ, որ անընդհատ այդ բազմասերիանոց ֆիլմերի մեջ իմ համար նոր բան փնտրտուքի մեջ, հիմա ես գտել եմ այն նոր տեղը, որտեղ իրոք հաճույք եմ ստանում այս process-ից ու դրա համար ողջավորված եմ, իրոք ողջավորված եմ։ Իսկ այդ երկուսի մեջից ավելի շատ որի մեջ գումար կա։ Ոչ մեկի մեջ Եթե հիմա ասեմ կա, դիասի հաջորդ պրոյեկտը նկարում եմ, որ ասեմ կա, ասել դե փողերը տով չկա։ Ձերը վերջին հարկում ներկայացումը լինելու է թատրոն տանիքում։ Չէ։ Ոչ։ Մենք չենք ընդունում ձեր առաջարկը, Միանգամից։ որովհետև մենք ունենք մեր ներկայացումներ, ինչև էս կատակեր, ես հանձնում եմ քեզ, Սերգեյ, Ծրարը փող է, հա, մեջը։ քեզ եւ քեզ մեր Շնորհակալություն։ նվեր քարտերը, ես շատ ուրախ կլինեմ ձեզ տեսնել մեր եւ իմ հանդիսատեսի շարքերում, լսել ձեր ծափերը, Իսկ ինչպես ենք օգտագործում այս քարտը, որ ներկայացմանը ուզում ենք։ որ ներկայացումը Հա, էլի։ ցանկանաք, որ ներկայացումը ցանկանաք, այն երկու անձի համար են, որ ներկայացումը ցանկանաք, կարող եք ընտրել մեր խաղացանկից եւ Բոլորը կարող եք երկու անձի համենալ։ չէ, այս Այո, քարտը, բոլորը։ Արենը հիմա Բացեցիր Արեն ջան։ Շնորհակալություն։ Համեցեք։